Ասենք բարդ Տիրոջը։ Մեր Տեր արժան ամեն փառքերի։ Գոհանում ենք Տիրոջի ժողովուրդ ջան, որ այսօր իր ներկայության մեջ ենք, փառք իրան։ Մենք հասկանում ենք, որ մենք ոչ մի արժանիք չենք ունեցել իր առաջ գալու, կանգնելու, բայց փառք իրան, որ այսօր իր տան մեջ ենք։ Գիտեք, ընդհանրապես ես այսօր առավոտ մտածում էի, ասենք շատ անգամ եղբայրները ասել են, այս օրերի մեջ էլ որ այդ եղերնի բաներն էր, ասենք պատկերացնում եք, ասենք մի հասարակ մարդ ինչ որ մի ձևի հաջողացնի, ասենք մոտիկանա քաղաքի վարչապետին, երկրի վարչապետին կամ պրեզիդենտին, ինչ որ մի պատվավոր մարդու իշքան մեջ դժվարություն է։ Բայց փառք իրան, ժողովուրդ ջան, երկնային հզոր ամենակարող Աստծո առաջ այսօր կանգնած ենք եւ ինքը մեր մեջ է։ Ինչքան մենք պետքա գոհանանք Տիրոջից։ Ասենք փառք իրան։ Տեսեք, դինմա պարագաներ մարդու կյանքում մարդ հարաբերության մեջ, ասենք մարդուն ճանաչելով, իմանալով մարդու բնավորության, էության մասին եւ շատ մարդկային այդպես հատկանիշներ, որ կարա մարդը դրսևորի, կարան նպաստեն նրան, որ ասենք դու իր հետ չշփվես կամ քեզ իրանից հեռու պահես։ Գիտեք, սա մարդ բնույթն է, մարդ էությունն է։ Աստվածայինը այդպես չի։ Աստվածայինը, գիտեք, սիմպաթիայով չի առաջնորդվում։ Ասենք էսի իմ սիմպաթիայի մարդ չի, ես իր հետ չշփվեմ կամ իր հետ չառնչվեմ։ Գիտեք, շատ, ասենք, բաժանումներ, շատ, ասենք, խմբավորումներ հենց սրանից է գալիս, որ մարդիկ իրանց հասկացողությամբ, իրանց սիմպաթիայի ընկերներ են ման գալիս եւ իրանց հետ կարծես թե այդպես շփվում են։ Բայց գիտեք, Աստվածայինը այդպես չի։ Սա մարդ բնույթն է, մարդ էությունն է։ Աստվածայինը անգամ չի նայում հարուստ աղքատ։ Գիտեք, շատ անգամ մենք ասում ենք, դե մենք բոլորին հավասար ենք նայում, բայց որ մենք նայում ենք մեր գործերին, մենք լավ էլ, ասենք, տարբերություն ենք դնում հարուստի եւ աղքատի մեջ։ Որ նայում ենք մեր գործերին, մենք այտենց ենք անում, ժողովուրդ ջան, բայց Աստվածայինը այդպես չի։ Աստվածայինը չի նայում դիրքին, պաշտոնին չի նայում, ժողովուրդ ջան, բայց Աստվածայինը ինչին է նայում, հիշում եք։ Առաջի թուղթ Կորինթացիս, այստեղ մենք սերտել ենք առաջի Կորինթացիս, ինձ առաջի գլուխ 27 համար 28, այտենց կարդամ այդտեղ գրված է։ Այլ այս աշխարհի հիմարներին Աստված ընտրեց, որ ամաչացնի իմաստուններին։ Տեսեք, Աստծո ընտրությունը ում վրա է գալիս։ Ոչ թե աշխարհի իմաստունների վրա, այլ աշխարհի հիմարների վրա, ժողովուրդ ջան։ Եվ աշխարհից տկարներին Աստված ընտրեց, որ ամաչացնեց զորավորներին։ Եվ Աստված Աստծո ընտրությունը զորավորների վրա չի, տկարների վրա է։ Եվ աշխարհից անտոհմներին, անարգվածներին Աստված ընտրեց, եւ ոչինչներին, որ մի բան լինողներին ոչնչացնե։ Տեսեք, ժողովուրդ ջան, Աստված, ասենք, ընտրեց մեզ բոլորիս եւ մենք աշխարհի իմաստունները, գիտումները, չգիտեմ, եսի ինչ փառքի մեջ չենք եղել։ Եվ Աստված մեզ ընտրել է եւ մենք այդպեսին ենք եղել։ Մենք այդպեսին ենք եղել եւ Աստված մեզ ընտրել է, գիտեք, մենք էլ պետք է իրան նման վարվենք։ Ոչ թե ասենք տարբերություն դնենք, էսի իմ սիմպաթիայով մարդ չի, էսի աղքատ մարդ է կամ էսի ինչ որ հասարակ մարդ է, ես իր հետ չշփվեմ։ Էսի մարդկային բաներ են, ժողովուրդ ջան։ Մենք պետք է այդպես չանենք։ Եվ Աստծո հոգին, եթե մեր մեջ է, մենք պետք է եկեղեցու մեջ ոչ մեկին տարբերություն չդնենք։ Եթե կան եկեղեցում խմբավորումներ, մենակ սա է պատճառը, որ մենք մարդկային կերպով ենք վարվում։ Աստծո ձևով չենք վարվում, Աստծո ձևով չենք գնում։ Եվ Աստված այսօր ուզում է, որ մենք իրականում այդպիսի մարդիկ լինենք։ Գիտեք, ընդհանրապես, որ նայում ենք մեզի, մարդուն ենք նայում, մարդը միշտ իր մասին լավ կարծիքի է, չէ՞։ Մարդը միշտ նայում է իրան արդար, ավելի նայում է արժանի ինչ-որ բաների, անգամ ինքը իրան ավելի սուրբ է տեսնում դիմացինից։ Մարդ բնույթը այսպիսին է։ Բայց ժողովուրդ ջան, միայն Աստված գիտի, թե մենք ինչպիսին ենք իր առաջ։ Ինչքան էլ մենք ուզենանք մեզի ծածկենք Տիրոջից, մենք երբևիցե իրանից չենք կարող ծածկվել։ Տեսեք, ուզում եմ հիշեցնեմ ձեզի այն դրվագը, որ Տերը տեսավ
Հովհաննես ավետարանի մեջ գրված է տեսավ Նաթանայելին, որ իր մոտ էր գալիս, հիշում եք այդ տեղը։ Գրված առաջի գլուխ Հովանու ուրեմն Փիլիպոսը կանչեց Նաթանայելին Հիսուսի մոտ եւ Հիսուսը տեսավ Նաթանայելին իր մոտ գալիս եւ ասեց. ահա ճիշտ իսրայելացի, որի մեջ նենգություն չկա։ Նաթանայելն ասում է նրան. ինչ տեղից ես ճանաչում ինձ։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. Ֆիլիպոսը դեռ քեզ չկանչած, քեզ տեսա, որ թզենու տակ էիր։ Նաթանայելը պատասխանեց եւ ասեց. Ռաբի, դու ես Աստծո որդին։ Տեսեք, ասենք Տերը տեսավ Նաթանայելին միայն գալիս, ասեց Նաթանայելի բնության մասին, էության մասին, որ իր ներսում կար։ Դեռ Նաթանայելի հետ ոչ մի բառ չփոխանակած, չխոսած, անգամ Նաթանայելին հայտնեց է նրա մասին, որ ինքը թզենու տակ նստած էր։ Եվ թե ինչ էր անում այնտեղ թզենու տակ, կա աղոթք էր անում, ոչ մեկ չգիտի։ Տերը հայտարարեց։ Այսինքն ժողովուրդ ջան, մենք Տիրոջից ոչ մի բան չենք կարած ասկենք։ Ինքը գիտի մեր միտքը, գիտի մեր բնությունը, մեր էությունը, անգամ գիտի մեր արած գործերը, ժողովուրդ ջան, մենք չենք կարա իրանից ծածկվենք։ Տերը հայտարարեց Նաթանայելի համար, ասեց ճշմարիտ իսրայելացի, որի մեջ նենգություն չկա։ Էսի Նաթանայելի համար բարի վկայություն էր, եւ այդ վկայությունը Տերը տվեց։ Գիտեք, ես հենց հասկացել եմ, որ հավատքի մարդիկ պետք է այսպիսին լինեն։ Եթե իմ մեջ մնացել է, ասենք, նենք բնույթ, ես եղբորս կամ քրոջս տեսնում եմ, չարախոսում եմ, բամբասում եմ, նշանակում է ես դեռ հին մարդ բնույթի մեջ եմ, ժողովուրդ։ Եվ իշքան էլ ես ուզենամ Տիրոջից ծածկվեմ, չեմ կարալու։ Աստված գիտի իմ բնույթը, ժողովուրդ։ Աստված գիտի ես ով եմ, ումից եմ ես ծածկվում։ Տերը հայտարարեց Նաթանայելի համար, ասեց ճշմարիտ իսրայելացի, այսինքն ինչ է նշանակում ճշմարիտ իսրայելացի։ Այսինքն ճշմարիտ հավատացյալ։ Գիտեք, իշքան կարևոր է, որ մենք էլ լինենք ճշմարիտ հավատացյալներ, որ մեր ներսում չլինի նենք բնույթ։ Գիտեք, կա հակառակ պատկերը, որ նայում ես, չէ, ասենք հավատացյալներ կան, ճշմարիտ իսրայելացիներ կան, որ նենք բնույթ ունեն։ Նենգություն կա մեջները։ Այդ մարդիկ դեռ, ասենք, ոնց որ աղբերը կարդաց վերստին ծնունդ դեռ չունեն։ Չունեն այդ ծնունդը վերստին։ Բայց Տերը օգնի, ժողովուրդ ջան, Տերը երբ որ հայտնվեց, հանդիմանեց, հիշում եք փարիսեցիներին ինքը հանդիմանեց, հենց այդ դրա վիճակի համար։ Ես ուզում եմ այդտեղ կարդամ, գրված է Մատթեոս 15-րդ գլխի մեջ, Մատթեոս 15-րդ գլխի մեջ Տերը փարիսեցիներին հանդիմանեց։ Ասում այս ժողովուրդը իրանց բերանով են մոտիկանում ինձ եւ շրթունքներով ինձ պատվում, բայց իրանց սիրտն ինձանից հեռացած եւ ջոկված է։ Հետաքրքիր է, չէ՞, ասենք փարիսեցիները իրանք ոչ բոլորը իհարկե ախպեր ասես, կային փարիսեցիներ, որ փնտրում էին Տիրոջը, բայց հիմնականում այդ աղանդը, որ կար այն ժամանակ, ասենք այդ աղանդը ինչի վրա հիմնավորված էր, որ մարդկային պաշտամունքներ էին անում, եւ այս մարդկային պաշտամունքը հասրել էր սրանց այն կարգավիճակին, որ իրանք մենակ դրսևանց էին Աստված պաշտում, բայց ներսևանց իրանք այդպեսին չէին։ Թեպետ իրանք ցույց էին տալիս, որ իրանք Աստծուն սիրում են, ցույց էին տալիս, որ Աստծուն պաշտում են, Աստծո օրենքները պահում են, բայց որ նայում ես իրանք սրտանց այդպեսին չեն։ Եվ գիտեք, այս էլ պատճառ եղավ, որ իրանք որ սրտանց Աստծո հետ չէին։ Պատճառ եղավ, որ իրանք իրանց փառքը ավելի սիրեցին, քան թե Աստծո փառքը։ Հիմա գիտեք, իշքան մարդիկ կա նույն կարգավիճակի մեջ, որ ամեն բան անում է իր փառքի համար։ Իր փառքի համար, ոչ թե Աստծուն բարձրացնելու, այլ իր փառքի համար։ Ինչի, որովհետև այս մարդիկ սրտանց Աստծո հետ չեն։ Եվ գիտեք, այս փարիսեցիներն էլ հենց այդ մարդիկ, ովքեր որ սրտանց Աստծո հետ չէին, երբ որ Հիսուսը եկավ, որպես փրկիչ աշխարհ, իրանք չընդունեցին Տիրոջ։ Այլ ինչ արին։ Հալածեցին, անարգեցին իրենց սրտի մեջ, արհամարեցին
վերջում էլ մահվան դատապարտեցին։ Պատճառը մեկն էր, ժողովուրդ ջան, որ իրանք տենց էլ Աստծուն սրտանց չճանաչեցին։ Գիտեք, այդ օրվանից անցել է 2000 տարի ավելի, գիտեք, շատ բան չի փոխվել։ Ինչպես այն ժամանակ, որ կային իրականում մարդիկ, որ մենակ շուրթերով էին Աստված պաշտում, իրանց անձի փառք ավելի են սիրում։ Երբ որ ասենք պատճառ եղավ այն ժամանակ Աստծո որդուն խաչ անեցին, գիտեք, մեր օրերում էլ կան այդպիսի հավատացյալներ։ Մեր օրերում էլ կան այդպիսի մարդիկ, որ պատրաստ են անգամ իրանց փառքի համար Աստծո որդու նորից խաչը անեն, անգամ հավատքի մարդիկ։ Բայց կա նաև հակառակը, ժողովուրդ, կան իրականում աստվածապաշտ մարդիկ, որ սրտանց, հոգով, էությամբ Աստծուն նվիրված եւ սիրում են եւ պաշտում են։ Եվ գիտեք, ես կուզենայի Աստված օգներ, որ մենք այդ թվի մեջ լինեինք, որ ամբողջ սրտով ոնց որ առաջի պատվիրանն ասում, ամբողջ սրտով, հոգով, էությամբ Աստված պաշտենք։ Թող Տերը օգնի, եւ ես այսօր ուզում եմ մեր ուշադրությունը դարձնենք այս խոսքի վրա, որ Տերը ասեց. ինձանից հեռացած սրտով ջոկված են։ Որ ինձանից հեռացած ջոկված են։ Այսինքն մարդը կարա ցույց տա, որ ինքը կարգին հոգևոր է, կամ ձևանա, որ կարգին հոգևոր է, բայց սրտանց Աստծո հետ չլինի։ Հիմա հիշում եք փարիսեցիները ինչպես էին ձևանում, ինչպես էին ցույց տալիս։ Գրված է Մատթեոս 6-րդ գլխի մեջ փարիսեցիների կեղծավորության մասին գրված է։ Հիշում եք հրապարակներում իրանք ինչ էին անում։ Ինչ էին անում հրապարակներում։ Մատթեոս 6-րդ գլուխ։ Երկար աղոթք էին անում, չէ՞։ Երկար աղոթք էին անում եւ այդ ամեն անում էին Հիսուս մարդկանց, որ մարդիկ տեսնեին, թե իրանք աղոթող մարդիկ են։ Երկար աղոթք էին անում։ Պատկերացնում եք, ասենք երկար աղոթքը պետք չի ասենք շատ անգամ մարդը աղոթքը երկարացնում է, որ ցույց տա, որ ինքը աղոթել գիտի։ Այսի փարիսեցիությունն է, ժողովուրդ։ Էլ ինչ էին անում, հիշում եք։ Էլի 6-րդ գլխի մեջ է գրված։ Ծոմ էին պահում։ Եվ այդպես դեմք էին ընդունում, տխուր դեմք էին ընդունում, որ իրանք Երևան, որ ծոմապահության մեջ են։ Այսինքն կեղծավորություն, դրսևանց, ժողովուրդ ջան, եւ էսի Աստված տեսավ, թեպետ իրանք էդի քողարկել էին, ծածկել էին, որ իրանք մտան թե հոգեվոր մարդիկ են, երկար աղոթք են անում, ծոմ են պահում, բայց ում ենք մենք խափում, ժողովուրդ։ Կարանք մենք Աստծո խափենք։ Այսօր կարանք մենք ինչ որ մի բան ձևանանք, ցույց տանք, որ Աստված չտեսնի։ Չենք կարա։ Դրա համար այսօր գիտեք ինչքան կարևոր է, որ մենք սրտանց Աստծուն ճանաչենք եւ սրտանց Աստծո հետ լինենք։ Էսի է կարևորը։ Ոչ թե իմ երկար աղոթք անելն է կարևոր, ոչ իմ ծոմ պահելն է կարևոր։ Աստված ճիշտ է, լավ բան է ծոմ պահել, աղոթք անել շատ կարևոր բաներ են մարդու հավատքի մարդու կյանքում, բայց ավելի կարևոր է, որ մենք չլինենք, այսինքն լինենք Նաթանայելի մեծ, որ մեր սրտերը Տիրոջ առաջ մաքուր լինեն։ Մենք Աստծո առաջ լինենք։ Էլ եմ ասում, մենք ոչ մի բան Տիրոջ երեսից չենք կարող ծածկենք։ Եթե կեղծավորվենք, մի օր Տերը հայտնվելու է եւ հանդիմանի, ոնց որ փարիսեցիներին հանդիմանեց։ Գիտեք, Տիրոջ հանդիմանությունը այնց ստից հանդիմանություն չէր, շատ խիստ հանդիմանեց անգամ։ Հիշում եք, ասեց իժերի զավակներ։ Ով ձեզ ասեց, այս Հովհաննեսն էլ ասեց, փախչեք գալու բարկությունից։ Այսինքն բարկության օր կա, որ մենք պետք է կանգնենք եւ Տիրոջ առաջ պատասխան տանք։ Եվ այս բարկությունից ոչ միանց չի կարա փախչի։ Դրա համար այսօր այն ինչ որ ասենք պետք է մենք ինչպեսին լինենք, կարևոր է որ մենք սրտանց Աստծո հետ լինենք։ Սրտանց Աստծո հետ լինենք։ Նախ անցած անգամ էլ ես ասենք ստեղից ասեցի սրա մասին, հիշում եք հրյա ժողովուրդը, որ դուրս եկավ Եգիպտոսից։ Իրանք Եգիպտոսում ստրուկ էին։ Երկար տարիներ ստրկության մեջ էին։ 430 տարի մոտավորապես հրյա ժողովուրդը Եգիպտոսում մնաց գերության մեջ 430 տարի։ Գիտենք, մենք գիտենք, որ այդ ժողովրդի կյանքը Եգիպտոսում շատ ծանր էր։ Եվ գրված այդ ծանրությունից, աշխատանքի ծանրությունից իրանք հառաչեցին Աստծուն։ Աղաղակեցին, որ Աստված ազատի իրանց այդ գերությունից։ Եվ Աստծո որդին մենք գիտենք, Աստված այցելեց այդ ժողովրդին եւ իր զորավոր բազուկով վրա ժողովրդին դուրս բերեց գերությունից։ Ստրկությունից հանեց եւ տարավ
Հիշում եք ծովի բացեց, Սամաքով ծով անցկացրեց, վերջը։ Այս կարճ ժամանակի ընթացքում Աստված բազում հրաշքներ արեց այս ժողովրդի առջև։ Բայց ինչ եք մտածում, այդ ժողովուրդը ընդունեց Տիրոջ իրան սրտի մեջ։ Չընդունեցին։ Թեպետ երբ որ ասենք ծովից իրանք դուրս եկան, երգեցին Աստծուն, գոհացան Աստծո գործերի համար, բայց ընդամենը կարճ ժամանակ անց, երբ որ Աստված Մովսեսին կանչեց Սարը, որպեսզի պատվիրաներ տա Մովսեսին, այդ ժողովուրդը գրված ինչ արեցին, հիշում եք։ Ոսկե հորդ շինեցին։ Գիտեք, շինելը մենակ ասենք դեր բավարար չէր։ Ասին, ահա Իսրայել քո Աստվածը այդ ոսկի հորդին, որ քեզ Եգիպտոսի երկրից դուրս անեց։ Ահա քո Աստվածը, որ քեզ Եգիպտոսի երկրից դուրս անեց։ Տեսեք, պատկերացնում եք, իրանք գտնվելով անապատում երկար տարիներ, իրանք թեպետ Աստված իրանց կերակրում էր մանանայով, գրված է, որ ժարից ջուր էր տալիս, իրանք սոված ծառավ չէին մնում այնտեղ, բայց այս մարդիկ միևնույնը փափագեցին Եգիպտոսի կերակուրները, ասեցին Եգիպտոսի սոխը, սխտորը, եւ այնտեղ ասում մեկացաները լիքը միս, թեպետ գիտեք իրանք սուտ էին ասում, հաստատ սուտ էին ասում, որովհետեւ այդ կերակուրները իրանք չունեին, իրանք այնտեղ նեղության մեջ էին, առավոտից իրգուն աշխատում էին, այդ հասնել գրվածը ցավով էին ուտում, հասնել ցամաք հացը իրանք ցավով էին ուտում, բայց անապատում իրանք ասեցի փափագեցին եգիպտական կերակուրները, փափագեցին ժողովուրդ ջան, գիտեք լինում է պարագաներ, օրինակ ես այդպես վկայություններ, այդպես բաներ լսել եմ, որ մարդիկ Աստծո տան մեջ հավատք ընդունած մարդիկ սկսում են փառաբանել իրանց աշխարհային կյանքը։ Բա մենք այսպիսի մարդիկ ենք եղել, մենք էս ենք արել, մենք էս ենք արել, մենք էս ենք արել, մենք էս ունեինք, այն ունեինք։ Հավատքի մարդն է այդպես ասում, ժողովուրդ ջան։ Նույն հրա ժողովուրդը նույն կերպ էր դավանում, մենք հրա այնտեղ Եգիպտոսում էս ունեինք, այն էինք ուտում, այն էինք անում։ Գիտեք, մենք սենց նսեմացնում ենք Տիրոջ խաչը։ Որպեսզի Աստված մեզ գերությունից դուրս աներ Եգիպտոսի գերությունից, մահվան ստրկությունից մեզ աներ, հարկ եղավ, որ Աստծո միածին որդին աշխարհ գար, տառապեր, չարչարվեր, մահանար մեզ համար։ Ասում եմ, եթե մենք փափագում ենք եգիպտական կերակուրները, աշխարհային ցանկությունները, աշխարհային կերակուրները, մենք ոչինչ ենք դարձնում իր արած գործը, ժողովուրդ։ Ոչինչ ենք դարձնում։ Դրա համար թող Տերը օգնի, ինչ էլ որ կլինի, ժողովուրդ ջան, այդ ժողովուրդը խի էր այդպես ցանկանում եգիպտական կերակուրները, որովհետև թեպետ իրանք դուրս էին եկել Եգիպտոսից, բայց սրտանց մնացել էին Եգիպտոս։ Սրտանց մնացել էին այնտեղ, ժողովուրդ ջան, եւ սրտանց իրանք Աստծո հետ չէին։ Սրտանց Աստծո հետ չէին։ Դրա համար Տերը փարիսեցիներին ասեց, այդ ժողովուրդը ինձ ոչ թե սրտով ապաշտում, այլ միայն շուրթերով։ Գիտեք, էսի բավարար չի, երբ որ դու շուրթերով ես Աստված պաշտում։ Աստված ուզում է, որ դու քո ամբողջ էությամբ Աստված պաշտես։ Առաջի պատվիրանը սա է ասում, սրա մասին է վկայում։ Եվ մենք գիտենք, որ ժողովուրդ ջան, ինչպես որ հրեա ժողովուրդը, այդքան ժողովուրդ անապատում գրված է, որ բոլորը անապատում փրված ընկան, մեռան անապատում։ Ինչի, որովհետև Աստված չճանաչեցին եւ Աստված սրտով չպաշտեցին։ Տեսեք, այդ ժողովրդի մեջ կարանք մենք առանձնացնենք այն երկու հոգի։ Հիշում եք երկու հոգուն։ Եսուն եւ Քաղեբը։ Քաղեբի համար գրված է, որ Քաղեբը ուրիշ հոգի ուներ։ Իսկ Եսունը գրված է, որ խորանից չէր հեռանում։ Խորանը գիտեք ինչ վայր էր։ Դա մի վայր էր, որտեղ Աստծո ներկայություն կար։ Որտեղ Աստծո ներկայություն էր։ Եվ Եսուն ընտրել էր Տիրոջի ներկայությունը։ Ինքը բոլոր ժողովրդից տարբերվում էր, գիտեք։ Մենակ Եսուն էր, որ այդ խորանից չէր հեռանում, բայց բոլոր ժողովուրդը տրտնջի մեջ էր։ Ցանկությունների մեջ էին։ Սոխ էին ուզում, սխտոր էին ուզում, հաց էին ուզում, ջուր էին ուզում, բայց Եսուն խորանից չէր հեռանում։ Իր սիրտը Աստծո հետ էր, ժողովուրդ ջան, եւ դրա համար էլ Աստված, գիտեք, Եսուին ընտրեց որպես, ասենք, առաջնորդ, որ այդ ժողովրդին կմտցնի խոստացած երկիր։ Ուրիշ մեկի ինչ ընտրեց, անգամ Մովսեսին չթողեց, որ Մովսեսը մտցնի, այլ Եսուն մտցրեց։ Ինչի, որովհետև Եսուն հավատարիմ մարդ էր եւ սրտով Եսուն Աստծո հետ էր։ Գիտեք, ինչքան մարդիկ կային, 3 միլիոն մարդ։ Բայց այդ 3 միլիոն մարդից Եսուն տարբերվում էր։
Հեսուի համար ասում էին շատ ծայրահեղ մարդ է այս Հեսուն։ Ինչ է նշանակում առավոտից իրիկուն խորանից չի հրանալ։ Ասում էին, գիտեք, չէին ասում։ Հիմա հոգևորների համար միշտ էլ մատնացույց են անում։ Ծայրահեղ մարդ։ Ինձ գիտեք քան անգամ են ասել, ես չեմ ասում, որ ես հոգևոր եմ։ Ես իմ իշքան։ Բայց ինձ ասել են, որ դու ծայրահեղ ես։ Ես էլ ասել եմ, ավելի լավ ծայրահեղ լինեմ, քան թե գարշ գոլ լինեմ։ Տերը օգնի ժողովուրդ ջան, հիմա կարևոր է, որ մենք բոլորս էլ սրտանց Տիրոջ հետ լինենք։ Աստված էս է ուզում։ Եվ առաջի պատվիրան էլի եմ ասում, գրված է, որ ամբողջ սրտով, հոգով, էությամբ Աստված մենք պաշտենք։ Աստված դա է ուզում։ Եթե կիսատ պրատ եղանք, մենք էլ կնմանվենք այդ ժողովրդին, ովքեր որ անապատից դուրս եկան, բայց փրված ընկան։ Փրված ընկան։ Աստվածն էլ ուզում է, որ մենք այդպիսի մարդիկ լինենք, որ փրված չընկնենք, կանգնած լինենք։ Ինչպես շատ սուրբեր եւ մենք ունենք էլի օրինակներ սուրբ գրքից, մենք պարզապես ժամանակ չունենք։ Աստված ուզում է, որ մենք այդպիսին լինենք։ Գիտեք, եթե մեկը կասի, որ ես հոգևոր եմ եւ սրտով ընտրել եմ Տիրոջը, ուսում է ժամանակ չկա կարդալու, գրված է Մատթեոս 6-րդ գլուխն է ոնց որ գրված է, որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Հիմա եթե այս հարցը տրվի մեզ, մենք ինչ կասենք, մեր գանձը ով է։ Տերն է, չէ՞։ Պետրոսի նման։ Պետրոսն էլ ասեց, գիտեք, եթե բոլոր ժողովուրդը քեզ թողնեն, այս բոլորը քեզ թողնեն, ես քեզ չեմ թողնի։ Բայց չանցած կարճ ժամանակ 4 ժամ, 5 ժամ, հետո 3 անգամ ուրացավ, որ Տիրոջը չի ճանաչում։ 4-5 ժամ հետո ուրացավ Տիրոջը 3 անգամ։ Գիտեք, պետք չի լինել Պետրոսի նման բարձր ասենք, որ Հիսուսը մեր գանձն է, բայց այստեղից դուրս գանք ու Հիսուսին ուրանանք։ Այդպես պետք չի անել։ Բայց ասա ես ուզում եմ Տեր ջան, որ իրականում դու լինես իմ սրտի գանձը, որ ես ինչ էլ լինի, ինչ պարագայել լինի իմ կյանքում, քեզի չուրանամ։ Մենք ավելի ճիշտ կլինի սենց ասենք, ոչ թե բարձր ասենք, բայց հետո չկարողանանք պահել։ Տերը զորացնի, Տիրոջը գանձ ունենալ սրտի մեջ։ Ես օրինակ բերում եմ Աննա Մարգարեուն, հիշում եք Աննան ով էր։ Նոր կտակարանի Աննան։ Հիշում եք Փանուելի աղջիկը, Փանուելա չէ գրած։ Գրված է, որ 87 տարի որբեարի մնաց եւ գիշեր ցերեկ Տիրոջ առաջ ծառայություններ անում։ Էսի է նշանակում, որ գանձ ունենալ Հիսուսին իր սրտի մեջ, որ մարդը խորանից չէր հեռանում։ Սա է նշանակում գանձ ունենալ Հիսուսին մարդու սրտի մեջ։ Բայց եթե ես պաշտամունքների շաբաթ 1 կամ ասեմ ամիս 1 եմ գալիս, ասենք աղոթքի ոչ մի ասենք ժամեր չունեմ, գիր կարդալու ժամեր չունեմ, ես ոնց ասեմ, որ Հիսուսը իմ սրտի գանձն է։ Ես կարամ այդպես ասեմ։ Չեմ կարող ասեմ։ Չեմ կարող, ես կլինեմ փարիսեցիների նման։ Դրա համար ես ասեցի ոնց է ճիշտ, որ մենք ասենք դավանենք, որ ես կուզենամ, որ իրականում ես լինեմ այն սուրբերի նման, որոնք իրենց կյանքը չխնայեցին Հիսուսի համար, եւ կան այդ սուրբեր մեր մեջ, մեր անգամ մեր խմբի մեջ էլ կան այդպիսիներ։ Եղել են ու կան։ Թող իր անունը փառավորվի Տիրոջ, մեր Տեր արժանապարքերի գոհանում ենք, որ իրականում սրտանց Աստծո հետ լինենք, որ պարագա կարողանանք իր խոսքը պահենք, իր խոսքը բարձրացնենք։ Փառավորի Տերը, ամեն։